Կանոնակարգ օրենքը երկակի մեկնաբանության տեղիք է տալիս, ինչը այս պարագայում չկա, դուք կարող եք բացել եւ լսեք, կարող եք բացել եւ կարդալ այն պարագայում, երբ որ կանոնակարգ օրենքը մեկնաբանության խնդիր է իրավական հարցերի համաշխարհական հանձնաժողովում եւ ես պարոն Քոչարյանին ասել եմ, որ պետք է ինչ-որ լուծում գտնի եւ իրավական առումով ինչ խնդիրներ գոյություն ունեն։ Այն մամուլում տեղ գտած տեղեկությունները, որ ինչ-որ միտում կա դա չհրապարակելու, սա ոչ թե հրապարակելու չհրապարակելու մասին, այլ հրապարակելու ձևի մասին։ Այնուամենայնիվ, զեկույցը հրապարակվելու է, չի կարա չհրապարակվի։ Այլ հարցա, թե դա կարվի ինչ ֆորմատով, որովհետև եթե նույնիսկ դա մտներ լիագումար, եթե մտներ, որը կրկնում եմ, չէր կարող եւ չի կարող բոլոր իրավաբանական ձևակերպումները դրա մասին են խոսում, չի կարող մտնել։ Միևնույն է դա լինել փակ ֆորմատով եւ ես չեմ բացառում, որ կարող են լսումներ լինել փակ ֆորմատով, որ կարող են ընդդիմադիր падգամավորներ, մեր падգամավորներ օրինակ գնալ գաղտնի բաժին ծանոթանալ, ես չեմ բացառում, որովհետեւ ինքներդ հասկացեք, հնարավոր չի զեկույց, որտեղ պայմանական կան մեր զորամասերի, մեր զինված ուժերի մասին տեղեկություններ լինեն ուղիղ եթերում։ Ուստի sense tenens, կրկնում եմ sense tenens, դա հրապարակել դա չի կարող չհրապարակել։ Հրապարակային կներկայացվի։ Դա այո, հիմա քննարկում ենք իրավական ձևակերպում տալիս պարոն Քոչարյանի ասածը։ Պարոն Քոչարյանը ինչու է այդպիսի ակնարկանում, այսինքն ըստ ասած, որ էլի չհրապարակվի, ասաց, որ մենք կհանդիպենք այս տաղավարում եւ կշարունակենք խոսակցությունը իրավական ճգնաժամից հետո։ Գիտեք ինչ, վերցրեք կանոնական օրենքը, վերցրեք դուք բոլորը տառաճանաչեք, վերցրեք գրաված է հանձնաժողով ստեղծելու մասը, շատ հեշտ է եւ կարդացեք, բարձր կարդացեք։ Թող այդքան հետաքննող լրագրողներ կան, չէ՞, կա, չգիտեմ, հետ կա, սիվիլներ կա, տարբեր կազմի։ Դուք էլ նայեք։ Ազգային ժողովի նախագահային հանձնելուց հետո նախ իրավական առումով ինքը նույնիսկ չի հանձնել։ Իրավական առումով չի հանձնել։ Բան կա, խնդիր կա, այնտեղ իրան հարցրեք, թող ինքը բացատրի։ Այսինքն իր կողմից է խնդիր կա, Լսեք, իր կողմից խնդիր չկա, սա մեկնաբանության խնդիր է։ Կրկնում եմ, այն դեպքերում, երբ որ մեկնաբանության խնդիր կա, ինչ պետք է անենք ես, դուք, որևիցե մեկ այլ քաղաքացի, դիմում ենք համապատասխան մարմիններին, որոնք այդ ձևակերպումը մեկնաբանում են, այսինքն, արդյոք այս նախադասությունը պետք է սենց մեկնաբանել, թե չէ սենց չպետք է մեկնաբանել, այդ գործողությունները բոլորը իմ կողմից արված են, բոլոր պատասխանները ես ունեմ պատասխան ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի կողմից, ես ունեմ պատասխան ազգային ժողովի իրավաբանական վարչությունից եւ ես ունեմ իմ իրավաբանական կրթությունը եւ ես ունեմ նաեւ պարոն Սողոմոնյանի մեր քարտուղարության ղեկավարի մեկնաբանությունը, որոնք բոլորը իդենտիկ են։ Հիմա որ լիագումար նիստեր մտցնելու իրավական հիմք չկա։ Ես չեմ անելու որևիցե բան։ Կարգավորվում դա որևէ կերպ ձեր հայացքով։ Կարգավորվում է, տեսեք, ասում եմ բացեք, կարդացեք, գրած է ժամկետները կոնկրետ ֆիքսած է։ Գրած է այն ժամկետներն է, որտեղ որ այդ հանձնաժողովը իր գործունեությունը իրականացնում է եւ ավարտում է։ Հասկանում եք։ 3 անգամ կարող է երկարացնել, հետո հանձնվում 4-5 6 հարցը դա չի։ Ասում եմ գրած է հայերեն լեզվով։ Հայերեն գրած գիտի մեկնաբանության խնդիրը ինքը այլ կերպ է գործում ես Արարատ Միրզոյանի այն ժամանակվա բանին ծանոթ չեմ եւ ես նախադեպային իրավունքով գործող հիմնարկ չեմ կրկնում եմ գոյություն ունի կանոնակարգ օրենք որի մեկնաբանության հարցը այն դեպքերում որ մեկնաբանության խնդիր կա իրականացնում է պետաիրավական հանձնաժողովը նորից եմ կրկնում նաեւ ունեմ ազգային ժողովի իրավաբանական վարչության տեղեկանքը նաև ունեմ մեր քարտուղարության պարոն Սողոմոնյանի
մեկնաբանությունը եւ այդ երեքի մեկնաբանությունը իդենտիկ է եւ պարոն Քոչարյանը կարող է ամեն ձև մեկնաբանել իր ցանկությունով, իր պատկերացումով, դա իր իրավունքն է, բայց ես նախադեպային իրավունքով չեմ առաջնորդվելու։ Որևէ ես ճիշտ հասկացա, ձեր եւ Հարություն դուք բաց թողեցիք, դրա մասին արդեն խոսել էի, սա միանշանակ դա ներկայացվելու է։ Այն դեպքում նույնիսկ երբ որ դա ներկայացվեր, եթե նույնիսկ ներկայացվեր լիագումար նիստերի ընթացքում, դա փակ տրամաբանության մեջ էր լինելու, որովհետեւ հայլակ, եթե դուք ինձ հարց եք տալիս, ուրիշ կարծիք ունեք, ես ուրիշ կարծիք ունեմ, իմ ձեր մեջ լարվածություն կա, կարծում եմ, որ ոչ չկա լարվածություն։ Սա իրավաբանական ձևակերպման երկու տարբեր մեկնաբանություններն են։ Հիմա ես հիմք ընդունելով նաև այդ բոլոր 3 մարմինների տեղեկանքը, որոնք կրկնում եմ իդենտիկ են, ես որոշում նախ եւ առաջ ասում եմ, հələ իրավական առումով պարոն Քոչարյանը իրավական առումով, այն որ ասում էր մի ամիս անցնում ամսի 3-ին եմ ուղարկել, չի ուղարկել։ Գնացեք իրան ասեք, որ համարն այդ գործը որով։ Ո՞նց պետք է անել, ինքը գիտի ձևը։ Ոչ միայն սա զեկույցը ներկայացնել որպես իրավական եւ հանգամանքների ֆինանսերի համար է, այլ նաեւ սա քաղաքական որոշակի բանկ է ամեն ինչը։ Կարծեմ Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ չի ընդհանրապես չի քնվում, չի Ոչինչ որ Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագրի կուսակցության ցանկությամբ է, որ ընդհանրապես դա իրականություն է դառնում։ Բայց հանրությունը ոչինչ հիմա տեղեկանում է, հիմա դուք ինձ օգնում եք տեղեկանա, հիմա դուք ինձ օգնում եք տեղեկանա, այդ հանձնաժողովը ստեղծվել է մեր նախաձեռնությամբ։ Հայաստանի Հանրապետության վարչապետը 10 ժամից ավել զեկուցել է, մեզ դա պետք է, որովհետև մենք ենք ինչ-որ բաների մեջ մեղադրվում, ինչ-որ իրավիճակների պարագում, և դա մենք արել ենք նաև այդ մեղադրանքները ջրի երես հանել եմ, և դա հրապարակվել է, կրկնում եմ, մեխանիկական իմաստը, դա կլինի լիագումար նիստի մեջ, թե կլինի օրինակ, կրկնում եմ, օրինակ լսումների ֆորմատում, թե օրինակ ընդդիմադիր պատգամավորները որպես գաղտնի մաս տիրապետող քաղաքացիներ կգնան առաջի բաժին կծանոթանան, սենց թե նե, դա հրապարակվելու է։ Հիմա խնդիրը վեճը խոսակցությունը գնում է։ Ես ասում իրավական հիմք ես այս պահին չեմ տեսնում եւ դրա համար ունեմ ոչ միայն իմ կարծիքը, իմ գիտելիքները, իմ որոշումը, այլ համապատասխան 3 հիմնարկի, չգիտեմ, մնում է, չգիտեմ, Հռոմի պապից մի հատ էլ թուղթ վերցնեմ, որ գրի, որ այո, դա հարգելիները, որ ժամկետները, որոնք որ նախատեսված են կանոնակարգ օրենքով, հարգելիներս, գնացեք, այսքան բանա, բացեք, կարդացեք, գրված է, որ ժամկետները ավարտվել են, գիտեք ինչ, 2.5 տարուց ավել է անցել, այդ ժամկետը, այդ հանձնաժողովը չի տրվում մի Պարոն Քոչարյանը ժամկետ խախտել։ Հարցը խախտելը չէ, հարցը նա, որ իրոք գործը այնքան ծավալուն է եղել, որ դա երկար ժամկետ է իրանից վերցրել եւ պարոն Քոչարյանը ես ոչ մի բանի մեջ այս առումով չեմ մեղադրում։ Չէ, հարցնում եմ, մեղադրանքի համար խախտվել է այդ կողմից ինչ-որ ժամկետ։ Դե ժամկետ, ասում եմ, Շորի ջան, կլինի բացեք հայերեն լեզվով 3 նախադասություն։ Դե խախտվել է։ Դե բայց ինչի՞ չեք ուզում խախտել։ Ուզում եմ ինքը լացեք, որովհետեւ ինքը այս ընթացքում մտնում է, որ ինքը ոչ մի խախտում չի արել։ Ինքը սխալա մեկնաբանում կանոնակարգ օրենքը, ես իրեն հարգելով կանոնակարգ օրենքի այդ մեկնաբանության հետ կապված հարցում եմ արել եւ արդեն պատմեցի ձեզ, որ 3 իդենտիկ պատասխան են ստացել։ Ինչ ձևաչափով է, Չի գնալու, ավելի կողմեր, բայց չի կարելի րոպե մեկ գալ ու նույն հարցը տալ, ոչ չի գնալու արդեն։ ինչ ձևաչափով է որոշվելու, թե ինչ ֆորմատով ներկայացնել։ Որոշվելու է անել մաքսիմալը, որը հնարավոր է հանրային դասներով համար։ Կրկնում եմ, մասեր կասում չի կարելի հրապարակել, օրինակ չի կարելի այնպես անել։ Ում դաշտում է դա, ազգային հանրապետության կառավարությունը։ Չէ, մեր դաշտում է, ես ասացի, ես պատկերացնում եմ, որ լավ, օքեյ, խնդիր կա, իրավական ձևակերպման խնդիր կա եւ ես օրենքի բերումով չեմ կարող բերել, հա, նիստերի դահլիճ որպես լիագումար նիստի, բայց մենք կարող ենք օրինակ լսումներ կազմակերպել, անունը չդնենք նույն բանը լինի, ուղղակի ուրիշ վերնագրով։ Ես ճիշտ հասկացա, այս բան որոշում չկա ձևաչափի եւ հրապարակման ժամկետների վերաբերյալ։ Ես մշտապես իմ բոլոր գործընկերներին, անկախ նրանից, իրանք ինձ ինչ-որ բանի մեջ կմեղադրեն, իրանք իմ հետ անհամաձայնություն կունենան։ Ես
իրանց դուք այս իմ պատմության ընթացքում քաղաքական չեք գտնի մի դեպք եւ երբ որ ես իմ գործող գործընկերոջը քննադատում եմ, ես կամ խուսափում եմ կամ չեմ պատասխանում։ Այս պարագայում պարոն Քոչարյանի հետ ես նույնպես որևիցե վեճ չեմ տեսնում։ Ես տեսնում եմ մեկնաբանության խնդիր։ Պարոն Քոչարյանը իր գիտելիքների սահմաններում այդ ձևը մեկնաբանում։ Ես ասում եմ, որ կներեք, եթե ինքը պետք է մեկնաբանի, ինքը պետք է որոշում կայացնի, թող դրա որոշում կայացնի։ Ես եմ որոշում կայացնողը։ Իմ համար որոշման հիմք է հանդիսանում օրենքը եւ դրա տակ դրած փաստաթղթերը։ Երբ կբերեք եւ ինչ ձևաչափով Նախ եւ առաջ իրավական առումով պարոն Քոչարյանը իրավական առումով հələ թող հանձնի։ Իրավական առումով գործառույթ կա, որը որ նորից տեղեկացրեցին, որ չի կատարել։ Պարոն Սիմոնյան, այսինքն Աշոտ